Չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը մարտի 16-ից այս նախադասությունը գրում է ամեն օր կա մի քանի անգամ։ Նախորդ 6 օրում, օրինակ մարտի 16-ից 21-ը 15 հերքում է տարածել։ Նույն ժամանակ Ադրբեջանի մի շարք պետական կամ ոչ պետական լրատվականներ, որոնք ուղղակի աֆիլիացված են պետության հետ, սկսել են կրկին գրել հոդվածներ, որտեղ դրանք նշում են, թե Հայաստանն է պատրաստվում պատերազմի։ Եվ այս ամենը, եթե տեղադրում ենք հրադադարի խախտման ռեժիմի մասին տրվող հավատայական հետ, ապա ստացվում է, որ կրկին գնում է քարոզչությունը իրավիճակի սրման կամ գոնե ինչ-որ չափ պանիկայի տարածման։ Այսինքն ադրբեջանական ամբողջ մեդիայում վերջին 10 օրը գոնե նկատվում է շատ կտրուկ սրում եւ կրկին հակահայկական քարոզչություն ենք նկատում ամբողջ մեդիայում։ Երբ մարտի 16-ին Ադրբեջանում գրում էին առաջին կեղծ լուրերը կրակոցների մասին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլսն էլ X-ում էր գրում. Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիևի հետ, որը Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերի խորհրդականն է։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Ու մինչմեր հերքումներին հաջորդում էին ադրբեջանական զինուժի կեղծ լուրերը, ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանի տարբեր հատվածներից տեղեկացնում էր, իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել։ Հայաստանի կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունն ու անձամբ վարչապետն էլ հայտարարում են, Հայաստանի բանակը կառավարությանը ենթակա մարմին է, Հայաստանը իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Վերջին 4-5 ամիսներին կարծես թե բանակցությունները փակուղում էին։ 2025 թվականի մարտի 13-ը էականորեն փոխեց բանակցությունների շուրջ ձևավորված մթնոլորտը եւ այդ մթնոլորտի ընկալումը միջազգային դերակատարների մոտ։ Հիմա ինչ է անում Ադրբեջանը սկսած մարտի 16-ից, այս անընդհատ հայտարարություններով այսպես կոչված խախտումների վերաբերյալ, նա պարզապես ցանկանում է այդ մթնոլորտը հետ վերադարձնել դեպի ավելի վատատեսական սցենար։ Ցույց տալ, որ իրականում առանձնապես դրական ոչինչ տեղի չի ունեցել, ցույց տալ, որ առանձնապես հույսեր չկան, որ կրկին կա լարվածություն։ Այդ ապատեղեկության ալիքի մեկնարկից 3 օր առաջ, մարտի 13-ին, նախ Ադրբեջանը, հետո Հայաստանը տեղեկացրին խաղաղության համաձայնագրի 17 կետից 17-ն էլ համաձայնեցված են։ ԱՄՆ-ից Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան ու Միացյալ Թագավորություն, ՄԱԿ, ՆԱՏՕ, Եվրամիություն, ՀԱՊԿ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնականացման մասին հայտարարությունից հետո 54 երկիր, 9 կազմակերպություն ողջունեցին այդ քայլը։ Այդպիսի ակտիվ արձագանք երևի նրանք չէին սպասում եւ այդ ակտիվ արձագանքից հետո երբ ամբողջ աշխարհին թվում է թե ես երկու երկրները գնում են կնքման, Ադրբեջանը փորձում է հիմա ցույց տալ կամ փորձ է անում ցույց տալ, որ ամեն դեպքում երկու երկրներից ոչ կոնստրուկտիվը հենց Հայաստանն է։ Կոչերն ու հայտարարությունները դեռ քիչ են, որովհետև Ադրբեջանի վրա առանց ճնշումների գործադրման, առանց լուրջ մեխանիզմների մշակման չեմ կարծում, որ Ադրբեջանը շատ արագ կգնա դրան, մանավանդ հասկանալով այսօրվա մեր ռազմական հնարավորությունների անհամեմատ ավելի թույլ լինելը, իսկ նա շատ լավ հասկանում է, որ տարիներ անց Հայաստանը կարող է կարգավորել իր ռազմական հնարավորությունները, հետևաբար այդ պարագայում, այսպես ասած, իր պահանջները չափից ավել մեծ պահանջները իրականացնել Հայաստանի նկատմամբ այլևս հնարավոր չի։ Քանի որ ադրբեջանների պլանների մեջ դեռևս չկա այդ խաղաղության պայմանագրի ստորագրելը, հետևաբար պատճառներից մեկը կարող է լինել հենց այս իրավիճակը, որ Ադրբեջանը կրկին փորձի ցույց տալ, որ կա էսկալացիա, այսինքն կա ոչ ստաբիլ վիճակ սահմանին, Հայաստանը կրակում է, Հայաստանը պատրաստվում է պատերազմի եւ այլն։ Ադրբեջանը պարզապես ցանկանում է անել քայլեր, որոնք իրեն հնարավորություն կտան փոշիացնի 2025 թվականի մարտի 13-ից հետո բանակցությունների շուրջ ձևավորված դրական մթնոլորտը։ Հասկանալի է, որ Ադրբեջանը միշտ ցանկանում է բաց պահել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը։ Իսկ պայմանագրի ստորագրումն ու վավերացումը թեև չի բացառի, բայց նվազագույնի կհասցնի էսկալացիայի վտանգը, ընդգծում են փորձագետները, շեշտում Ադրբեջանի ոչ կառուցողական լինելը դեռ հայտարարությունը տարածելուց է երևում։ Քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն նշել էր, որ մենք առաջարկել ենք միանման հայտարարություններով հանդես գալ, Ադրբեջանը մերժել էր։ Ադրբեջանական 12-րդ խմբագրումը ոչ թե էլի խմբագրել ուղարկել, այլ համաձայնել ու ընդունել, ըստ փորձագետների Ադրբեջանին Հայաստանի այս քայլը անակնկալի է բերել։ Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը համոզված էր առնվազն սահմանի երրորդ ուժերի տեղակայման հարցով Հայաստանը զիջման չի գնա, հատկապես այն բանից հետո, երբ մենք տեսանք, որ Եվրամիությունը
բոլորովին վերջերս եւս 2 տարի ժամկետով երկարաձգեց դիտորդական առաքելության տեղակայումը։ Այսինքն ըստ Ադրբեջանի խաղաղության տեքստի համաձայնեցումը այդպիսով կերկարաձգվեր առնվազն 2 տարով։ Հետևաբար եւս 2 տարի մենք կարող ենք անընդհատ Հայաստանին վախեցնել այսպես կոչված երկաթե բռունցքով։ Ադրբեջանում խաղաղության պայմանագրի 17 կետը հենց 17 կետ չէ, որ նշանակում է։ Հայաստանի ստորագրման տեղն ու ժամը հստակեցնելու առաջարկի հակառակ կողմում Ադրբեջանի նախապայմաններն են, իբրև թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող Հայաստանի սահմանադրության փոփոխություն Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Այս նախապայմանները ըստ փորձագետների ստորագրման ու վավերացման պրոցեսը ձգձգելու գործիք են։ Եթե օրինակ պետական մակարդակով նրանք խոսում են 2 նախապայմանի մասին, ապա օրինակ փորձագիտական մակարդակով եւ մամուլի մակարդակով շատ ավելի շատ են նախապայմանները։ 3 Ադրբեջանի հենց նախագահի աշխատակազմին աֆիլիացված լրատվականներից մեկը գրել էր մի 4-5 նախապայմանի մասին արդեն։ Սրանք ոչ թե նախապայմաններ են, այլ պատրվակներ։ Հիմա Ադրբեջանը ունի 2 ֆորմալ նախապայման եւ բազմաթիվ այլ պահանջներ։ Այդ բազմաթիվ այլ պահանջների մեջ մտնում են թե ադրբեջանցիների վերադարձ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, թե արտատարածքային միջանցքի տրամադրում, թե Հայաստանի ապառազմականացում, ոչինչ չի խանգարում Ադրբեջանին ցանկացած պահի այդ բազմաթիվ այլ պահանջների զամբյուղից ինչ որ մի բան վերցնել եւ շատ փափուկ տեղափոխել նախապայմանների զամբյուղ։ Մեր դիրքավորումը այս պահին հստակ է, սակայն սա հիմք ընդունելով, որ եթե մեր նպատակները արդար են եւ դիրքավորումը ճիշտ, հետեւաբար Ադրբեջանը պետք է անի, այդ պետքով չի, այսինքն մենք պետք է հասկանանք ինչ մեխանիզմով դա հնարավոր կլինի իրականացնել։ Ես կարծում եմ դա գերտերություններից որևէ մեկի կամ ամբողջական ճնշման արդյունքում պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այլապես Ադրբեջանը նորից եմ կրկնելու, վաղը մեկ այլ պատճառներ կարող է գտնել պայմանագրի ստորագրումը ձգձգելու եւ հետաձգելու համար։ Մանևրելու ադրբեջանական հնարքներից մեկն էլ կարող է լինել միջազգային ճնշման դեպքում ստորագրելը, բայց չվավերացնելը, քանի որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում վավերացնելուց հետո միայն։ Մեզ պետք է առողջ կողմ, երրորդ առողջ կողմ, չեմ կարծում, որ ուղղակի առանց լուրջ միջնորդի եւ միջնորդավորման հնարավոր է հասնել այս պայմանագրի ստորագրմանը։ Ռազմական գերիշխանությունը Հայաստանի հանդեպ կայունության հիմք Ադրբեջանի փորձագիտական շրջանակների հրապարակումների կարմիր գիծն է։ Բենյամին Պողոսյանը մանրամասնում է։ Ադրբեջանի պատկերացմամբ Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն կամ գոնե կայունություն հնարավոր է միայն մի դեպքում, երբ կա հսկայական ուժային բալանսի տարբերություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ի օգուտ Ադրբեջանի։ Ու շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի համար։ Երևանից հերթական անգամ արձագանքում են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Փորձագետները վստահ են։ Ռազմական բալանսի հավասարակշռումը կարող է միայն բերել մշտական խաղաղությանը։ Մինչդեռ մշտական խաղաղությունը Ադրբեջանին շահեկան չէ նաև ներքաղաքական կյանքում։ Հակահայկական քարոզչությունը Ադրբեջանում միշտ եղել է համախմբող եւ հասարակությանը շեղող ինչ-որ գործիք։ Գերխնդիրը դա ընտանեկան իշխանության շարունակումն է առնվազն 3-4 տասնամյակ առնվազն սկսած 2025 թվականից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի լեգիտիմություն։ Մինչև 2023 թվականը լեգիտիմությունը երկուսյան վրա էր հենվում։ Առաջին հանդուրժեք մեր իշխանությունը եւ մենք կվերադարձնենք ճակերտավոր Լեռնային Ղարաբաղը եւ երկրորդ կլինի կենսամակարդակի որոշակի բարձրացում։ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու սյունը էլի շահարկել չեն կարող, կեսամակարդակն էլ շարունակում է մնալ ցածր։ Փորձելու է հնարավորինս երկար հաղթանակը վաճառել, բայց ինքն էլ է հասկանում, որ դա չես կարող վաճառել 25 տարի։ Այսինքն չի կարող Իլհամ Ալիևի որդին 2045 թվականին ասել գիտեք ինչ կա, դուք պետք է հանդուրժեք ինձ, որովհետև իմ հայրը 25 տարի առաջ հաղթել է Արցախյան երկրորդ պատերազմ։ Այսինքն այս մի սյունը այլևս չի գործում։ Երկրորդ սյունը չի գործում, որովհետև Ադրբեջանում նավթի եւ գազի պաշարները գնալով նվազում են, արդյունահանման ծավալները գնալով նվազում են։ Իշխանությունը պահելու նոր սյուներ են պետք, որոնցից մեկը էլի հակահայկականությունն է, հիմքում ըստ փորձագետների արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Վերադառնալով Հայաստան-Ադրբեջան սահման, մեր պաշտպանական գերատեսչությունը շարունակաբար կրկնում է. եթե Հայաստանը կրակում է, ապա Ադրբեջանը մերկապարանոց հայտարարություններից բացի կարող է փաստական տվյալներ ցույց տալ։ Հայաստանը պատրաստ է հետաքննել։ Սա մեր կողմից հնչող միակ կառուցողական առաջարկը չէ։ Դեռ 2021-ին
Այն օրինակ, պաշտոնական Երևանը առաջարկել է սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշում, որին Ադրբեջանը չի համաձայնել։ Արձագանք չկա նաև հրադադարի ռեժիմի խախտման հետաքննական մեխանիզմներ ստեղծելու Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկին։ Իրինա Կուրչյան, Սերյան Անտոնյան, Աշոտ Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան եւ Ռուբեն Մնացականյան, Կիրակնորյալ լուրեր։